Այսպիսով ուսումնասիրելով մեր Կորինթացիների նամակը ունենք լավ զուգադիպություն Քրիստոսի հարության վերաբերյալ այս տոնի առիթով։ Անցած անգամ մենք ուսումնասիրեցինք առաջի Կորինթացիների նամակը 15-րդ գլուխը 1-ից 2 համարները։ Անցած անգամ ես արդեն ասացի, որ 1-ից 11 համարներում Պողոսը նկարագրում է 5 վկաներ Քրիստոսի հարության և ուսումնասիրեցինք նաև դրանցից հենց մեկը, այսինքն Քրիստոսի հարությունը վկայում էր եկեղեցու գոյությունը, որը արդեն գոյություն ուներ, որը տարիներ շարունակ լսում էր հենց ավետարանը, բայց կային մարդիկ, որ կասկածամտորեն էին մոտիկանում և որպեսզի զուր չլիներ իրենց հավատը, պետք է ամուր բռնեին այն։ Եվ այսօր պետք է ուսումնասիրենք 3-ից 11 համարները և տեսնենք 4 մեծագույն վկաներին։ Եկեք կարդանք։ Որովհետև ձեզ տվեցի այն, ինչ նախ ես ընդունեցի, թե ինչպես Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ գրքերի համաձայն, և որ նա թաղվեց ու երրորդ օրը հարություն առավ գրքերի համաձայն, և երևաց Կեփասին, հետո 12-ին, հետո միաժամանակ երևաց 500-ից ավելի եղբայրների, որոնցից շատերը դեռ ողջ են, թեև մի քանիսը արդեն ննջել են, և հետո երևաց Հակոբոսին, հետո բոլոր առաքյալներին, և բոլորից հետո նա ինձ էլ երևաց, որպես մեկի, որ ժամանակից հետո է ծնվել, որովհետև ես առաքյալներից հետինն եմ, որ արժանի չեմ առաքյալ կոչվելու, քանի որ Աստծո եկեղեցին հալածեցի, սակայն ինչ որ եմ Աստծո շնորհով եմ, և նրա շնորհը, որին վրա է, իզուր չեղավ, այլ ես բոլորից ավելի աշխատեցի, սակայն ոչ թե ես, այլ Աստծո շնորհը, որ ինձ հետ էր, արդ թե ես, թե նրանք այսպես են քարոզում, և դուք այսպես հավատացիք։ Ամեն։ Գլխավոր միտքը հետևյալն է. մենք քարոզում ենք այն Քրիստոսին, որի մահն ու հարությունը ունի բազում վկաներ։ Մենք քարոզում ենք այդ Քրիստոսին։ Տեսեք, առաջին հայացքից տեսնում ենք այստեղ կարծես 6 վկաներ, բայց քանի որ առաքյալը և նշում է, որ Տերը հայտնվեց 12-ին և հետո ասում է, չէ, Պետրոսին, այդ պատճառով չեմ ասում տարբեր վկաներ, որտեղ եթե տենց հատ-հատ հաշվելով մենք գնանք, արդեն կունենանք 6 անգամ վկաներ, որովհետև նույն վկայի մասին է կարծես խոսում, բայց պետք է ամենքն էլ, բոլորն էլ հերթականությամբ քննենք։ Եվ ովքեր են հիմնականում այդ վկաները, որը որ հենց տեքստը նշում է։ Սուրբ գրքի վկայությունը, որը որ տեսնում ենք 3-ից 4 համարում, Կեփասի վկայությունը, Հիսուսի հայտնությունը 12-ին, Հիսուսի հայտնվելը 500 եղբայրների, Հիսուսի հայտնվելը Հակոբոսին, Պողոսին և տարբեր վկաների նույն քարոզչությունը, որը փաստում է Տիրոջ վկայությունը։ 3-ից 4 համարներում տեսնում ենք Սուրբ գրքի վկայությունը։ Քրիստոսի հարության երկրորդ վստահելի վկայությունը 5 կտակարանն էր, հուդայականության և վաղ եկեղեցու սուրբ գրությունները։ 5 կտակարանը հստակորեն կանխատեսել էր Քրիստոսի մահը, թաղումը և հարությունը, երբ Պողոսն ասում է. «Ես ձեզ փոխանցեցի»։ Նա նկատի ունի, որ կորինթացիներին բերել է հեղինակավոր ուսմունք, այլ ոչ թե իր կողմից հորինված տեսություն։ Նա այս ուսմունքի հեղինակը չէր, նա պարզապես սովորեցնում էր մի բան, որի արարիչը Աստված էր։ Ասում է Էմաուս տանող ճանապարհին երկու աշակերտներին ասաց. «Ով անմիտներ, որ սրտով տատանվում եք հավատալու այն մասին, որ մարգարեներն ասացին, չէ՞ որ պետք է, որ Քրիստոսն այս չարչարանքները կրեր և իր փառքը մտներ։ Եվ սկսած Մովսեսից ու բոլոր մարգարեներից նա բացատրեց նրանց իր մասին գրված բոլոր գրքերում», ասում է Ղուկաս 24-րդ գլուխ 25-ից 27 համարներում։ Երբ անհավատ հրեաները նշան խնդրեցին, որ Հիսուսը Մեսիան է, նա պատասխանեց։ Եկեք կարդանք Մատթեոս ավետարանի
12-րդ գլուխ 39-ից 40 համարները։ Իսկ նա պատասխանեց նրանց ու ասաց. «Չար ու շնացող սերունդ, սերունդը նշան է ուզում, եւ նրան նշան չի տրվի, բացի միայն Հովնան մարգարեի նշանից, որովհետև ինչպես Հովնանը 3 օր ու 3 գիշեր կետի փորում էր, այնպես էլ մարդու որդին 3 օր ու 3 գիշեր երկրի սրտում կլինի»։ Հոգեգալստյան օրը Պետրոսը մեջ բերեց Սաղմոսներից մի քանի հատված, ապա բացատրեց, որ Դավիթը այս Սաղմոսի հեղինակը առաջինն էր, որ խոսեց Քրիստոսի հարության մասին, որ նրա հոգին չթողնվեց դժոխքում և նրա մարմինը ապականություն չտեսավ։ Գործք առաքելոցում քարոզում է 2-րդ գլխից 25-ից 31 համարը, որը մեջբերում է հենց Սաղմոս 16-րդ գլուխ 10 համարը։ Պողոսը հայտարարեց Ագրիպպաս թագավորին, Գործք առաքելոց, եկեք կարդանք 26-րդ գլուխը 22-ից 23 համարները։ Ու քանի որ Աստված ինձ օգնում է, ես մինչև այսօր շարունակում եմ փոքրին ու մեծին վկայել, ուրիշ ոչինչ չասելով, բացի նրանից, որ մարգարեներն ու Մովսեսն էին ասել գալիք բաների մասին, թե Քրիստոսը պիտի չարչարվի, և նա առաջինը մեռելներից հարություն առնելով լույս պիտի քարոզի ժողովրդին և հեթանոսներին։ Եվ երբ նա այս պատասխանն էր տալիս, Փեստոսը բարձր ձայնով ասաց. «Դու խելագարվում ես, Պողոս, շատ կարդալը քեզ խենթացրել է»։ Նա էլ ասաց. «Ես չեմ խելագարվում, ով ազնիվ Փեստոս, այլ ճշմարտություն և զգաստության խոսքեր եմ ասում»։ Հիսուսը, Պետրոսը և Պողոսը մեջբերել կամ ակնարկել են հին կտակարանի այնպիսի հատվածներ, ինչպիսիք են Ծննդոց 22-րդ գլուխ 8 համարը, Սաղմոս 24-րդ 24-ը, 16 համարը, 16-րդ գլուխ 10 համարը, Եսայի 53-ը, Ովսե մարգարեությունը, Եսայի 53 գլուխը գիտեք ամբողջությամբ խոսում է նրա մահի, հարության, չարչարանքների մասին։ Կրկին ու կրկին, ուղղակիորեն և անուղղակիորեն, բառացիորեն և փոխաբերական իմաստով հին կտակարանը փոխանցել է Հիսուսի մահը, թաղումը և հարությունը։ Ոչ մի հրեա, որը հավատում էր և հասկանում էր այն սուրբ գրքերը, որոնք մենք այժմ անվանում ենք հին կտակարան, չպետք է զարմանար, որ Մեսիան դատապարտված էր մահանալու, թաղվելու, ապա հարությունը առնելու։ Պողոսը 2 անգամ կրկնում է ըստ գրքերի։ Այս խոսքերը ընդգծելու համար էր, որ հարությունը նոր բան չէր և չէր հակասում ճշմարիտ հրեական հենց հավատքին։ Հաջորդը տեսնում ենք ականատեսների վկայությունները 5-ից 7 համարներում։ Թե նախկինում և թե մինչև օրս դատարաններում որոշում կայացնելու ամենահուսալի ձևերից մեկը դա անկեղծ վկաների վկայությունն է։ Քրիստոսի հարության Պողոսի երկրորդ ապացույցը հենց ականատեսների վկայությունն է։ Իրավաբան Էդվարդ Քլարքն ասել է. «Որպես իրավաբան ես մանրակրկիտ ուսումնասիրել եմ Զատկի կիրակի իրադարձությունների վերաբերյալ վկաների ցուցմունքները։ Ես այս ցուցմունքը համոզիչ եմ համարում։ Բարձրագույն դատարանում ես մեկից ավելի անգամ ստիպված եմ եղել հաստատել ատենակալների դատավճիռը, որոնք հիմնված էին այնպիսի ցուցմունքների վրա, որոնք ամենևին էլ համոզիչ չէին։ Եզրակացությունը տրամաբանորեն բխում է վկաների ցուցմունքներից, և ճշմարիտ վկան միշտ անմիտ է և արհամարհում է հետևանքները։ Ավետարանական վկայությունները պատկանում են վկայությունների այն դասին, և ես, որպես իրավաբան, առանց որևէ վերապահման ընդունում եմ դրանք որպես ճշմարտացի մարդկանց վկայություններ այդ փաստերի մասին, որոնք նրանք կարողացել են ապացուցել»։ Օքսֆորդի պատմաբան Թոմաս Արնոլդը գրել է. «Մեր Տիրոջ կյանքի, մահվան և հարության վերաբերյալ ապացույցները կարող են բավարար լինել և բազմիցս ապացուցվել են։
Դրանք բավարար ապացույցներ են, երբ գնահատվում են լավ և վատ ապացույցները տարբերակելու ընդհանուր կանոնների համաձայն։ Հազարավոր և տասնյակ հազարավոր մարդիկ ուսումնասիրել են դրանք մեկը մյուսի հետևից, ինչպես ցանկացած դատավոր, որը դատարանում կարևոր գործ է ավարտում։ Ես ինքս դրանք բազմիցս ուսումնասիրել եմ, կրկին ու կրկին, ոչ թե ուրիշներին համոզելու, այլ իմ սեփական բավարարվածության համար։ Տարիներ շարունակ ես ուսումնասիրել եմ տարբեր պատմական դարաշրջաններ և սովորել եմ ստուգել ու կշռադատել դրանց մասին գրողների վկայությունները։ Ես չգիտեմ մարդկության պատմության մեջ ոչ մի փաստ, որի համար գոյություն ունենա այնքան առատ ապացույցներ, որքան այն մեծ նշանի ապացույցը, որ Աստված տվել է մեզ, որ Քրիստոսը մահացավ և հարություն առավ մեռելներից, գրում է Արնոլդ Թոմասը։ Այսպիսով Հիսուսի հայտնությունը Պետրոսին, 5-րդ համարը։ Ավետարանները հետևողականորեն խոսում են Հիսուսի հարությունից հետո հայտնվելու մասին։ Մատթեոս 28-րդ գլուխ 9 համարը։ Մատթեոս 28-րդ գլուխ, եկեք կարդանք 9 համարը։ Եվ երբ գնում էին, որ նրա աշակերտներին պատմեն, ահա Հիսուսը հանդիպեց նրանց ու ասաց. «Ողջույն ձեզ»։ Նրանք մոտենալով նրա ոտքերին փարվեցին և երկրպագեցին նրան։ Նաև խոսում է Մարկոս 16-րդ գլուխ 9 համարը, 12 համարը, Ղուկասում, Հովհաննեսում շատ են։ Բայց բոլոր նրանց, ում Հիսուսը հայտնվել էր, չէին ճանաչում նրան։ Մենք միշտ այդ ենք, չէ՞, կարդում, որ Տերն էր միշտ նրան բոլորին հայտնում իրեն։ Մարիամ Մագդաղենացին, Հովհաննես 20-րդ գլուխ 14-16 համարում, Էմաուսի ճանապարհում գտնվող երկու աշակերտները, Զատկի երեկոյան հավաքված աշակերտները, Հովհաննես 20-րդ գլխում, չճանաչեցին նրան, մինչև նա չհայտնեց նրան։ Նրան ճանաչում էին միայն նրանք, ում նա որոշեց իրեն հայտնել, և չկա որևէ արձանագրություն այն մասին, որ նա իրեն հայտնել է իր հետևորդներից բացի որևէ մեկին։ Առաքյալ լինելու պահանջներից մեկը, գիտեք, որ հարություն առած Քրիստոսի տեսնելու խիստ պահանջն էր, որը մենք քիչ հետո կկարդանք։ Եվ առաջին առաքյալը, որը Հիսուսը հայտնվեց, Կեփասն էր, այսինքն հենց Պետրոսը։ Մենք չգիտենք այս հայտնության ճշգրիտ ժամանակը կամ հանգամանքները։ Մենք միայն գիտենք, որ դա տեղի է ունեցել Մարիամին նրա հայտնվելուց հետո և Էմաուսի ճանապարհին երկու աշակերտներին նրա հայտնվելուց առաջ, այսինքն այդ հատվածում է եղել։ Հենց Ղուկաս 24-րդ գլուխ 34 համարում, թե ինչու Տերը առաջինը հայտնվեց Պետրոսին, չի բացատրվում։ Բայց կարող ենք ենթադրել, որ դրա պատճառը Պետրոսի կրած մեծ տառապանքն էր, իր տիրոջ մերժելու պատճառով, որ նա ուրացավ, ինչպես նաև այն պատճառով, որ նա պետք է առաջնորդեր առաքյալներին և վաղ եկեղեցին մինչև Երուսաղեմի ժողովը։ Նախ Պետրոսի մոտ գալով Հիսուսը ընդգծեց իր շնորհը։ Պետրոս ուրացավ տիրոջը, բայց Տերը չուրացավ նրան։ Քրիստոսը հայտնվեց Պետրոսին ոչ թե այն պատճառով, որ Պետրոսը դրան արժանի էր ավելին, քան որևէ մեկը, այլ գուցե այն պատճառով, որ Պետրոսը նրան տեսնելու կարիք ուներ ավելի, քան որևէ մեկը, որովհետև իր սրտում իրապես նա շատ մեծ ցավ էր կրում, երբ որ ինքը սենց ասենք, այն մեծ խոստումները, Տեր, ես քո հետևից ամեն օր կգամ, կյանքս կտամ, բայց Տերը երբ որ նրան ասեց, որ դու այս գիշեր պետք է հենց ինձ դավաճանես, այդ ցավը նրա սրտում էր։ Հետևաբար հենց այդ պատճառով էր նա ավելի շատ ուզում տեսնել եւ ավելի մեծ տառապանք էր կրում իր սրտում, քան առաքյալներից որևէ մեկը։ Պետրոսը տիրոջ քարոզիչն էր հոգեգալստյան օրը եւ հաջորդ մի քանի տարիների ընթացքում նա վճռորոշ դեր խաղաց քրիստոնեության տարածման հենց գործում։ Այս կարգավիճակում նա հարություն առած Քրիստոսի առաջին վկան էր։ Հիսուսի հայտնվելը 12-ում, նորից 5-րդ համարում,
հենց խոսում է թե Պետրոսի եւ թե 12-ի վկաների մասին։ Այո, Հուդան էլ չկար, բայց նրանք դեռ 12 են կոչվում, մինչ կհայտնվեր Հուդայի փոխարինող Մատացյան։ Եթե տեսնում ենք, ինքը շեշտում է Պողոսը, որ հետո հայտնվեց, ասում է 12-ին։ Հիսուսը հայտնվեց նրանց, Հովհաննես 20-րդ գլուխ 19-20 համարը կուզեմ կարդամ, Հովհաննես 20-րդ գլուխ 19-20 համարը։ Եվ նույն օրը երեկոյան շաբաթվա առաջին օրը լինելով, երբ դռները, ուր աշակերտներն էին հավաքվել, փակված էին հրեաների վախից, Հիսուսը եկավ նրանց մեջ կանգնեց ու ասաց նրանց. «Խաղաղություն ձեզ»։ Եվ այս ասելով իր ձեռքերն ու իր կողը ցույց տվեց նրանց, եւ աշակերտներն ուրախացան, երբ Տիրոջը տեսան։ Տեսա, կարծես մի կարճ է նկարագրում այդ ուրախությունը, երկու բառով, բայց կարող ենք պատկերացնել դա ինչ էր։ Առաքյալները դրեցին եկեղեցու հիմքը Եփեսացիների 2:20, որը սկզբից ի վեր հիմնված էր նրանց ուսմունքի վրա, ասում է Գործք առաքելոց 2-րդ գլուխ 42 համարը։ Այս մարդիկ, որոնց Տերը օգտագործեց եկեղեցին կառուցելու համար, բոլորը տեսան նրան իր հարություն առած մարմնում։ Գործք առաքելոց առաջի գլուխ 22 համարում այսպես է ասում. սկսած Հովհաննեսի մկրտությունից մինչև այն օրը, երբ համբարձվեց մեզանից, մեկը պետք է ընտրվի մեզ հետ վկա լինելու նրա հարությանը։ Հենց սա խոսում է, որ առաքյալ լինելու ամենակարևոր պայմաններից մեկն էլ նա էր, որ պետք է հարություն առած Քրիստոսին տեսնել։ Նրա պատմության ամենակարևոր իրադարձության ազնիվ եւ հուսալի ականատեսներն էին, որոնք ունակ էին վկայություն տալու հենց դրա մասին։ Հիսուսի հայտնվել է 500 մարդկանց։ Հիսուսը միանգամից հայտնվեց 500-ից ավելի եղբայրների։ Եվ տեսեք, շատ կարևոր է, որ մենք Սուրբ գրքում հենց տեսնում ենք այստեղ գրված, որ սրանք եղբայրներ էին, այլ ոչ թե ինչ-որ քույրեր, մանուկներ։ Սա շատ կարևոր է, հետագայում պետք կգա, որովհետև տեսեք խարիզմատները, երբ որ ասում են, օրինակ, տեսեք քույրերին այդ 500-ի մեջ քույրերն էին, բոլորը հավաքված են եւ Տերն ասեց, չէ, օրինակ գնացեք եւ ավետարանը քարոզեք, դա բոլորիս ասե։ Ինչեւ է չեմ ուզում դրա մեջ խորանամ, պարզապես այստեղ նշում է, որ 500-ից ավելի եղբայրների երևաց։ Բայց ամենահուսալի վկաները առաքյալներն էին։ Նրանցից յուրաքանչյուրը հայտնի էր անունով եւ նրանցից յուրաքանչյուրի հետ հեշտությամբ կարելի էր կապ հաստատել այս իրադարձության վերաբերյալ։ Ականատեսների թիվը ներկայացված է 500 եղբայրներով, որոնք միաժամանակ տեսել են հարություն առած Քրիստոսին։ Սուրբ Գիրքը չի նշում, թե ովքեր էին այս մարդիկ կամ որտեղ Քրիստոսը հայտնվեց նրանց, բայց նրանք անկասկած լավ հայտնի էին հենց վաղ եկեղեցում, եւ ինչպես 12-ը նրանց հաճախ հարցեր էին տալիս այն մասին, թե ինչպես էին տեսել հարություն առած Փրկչին։ Եվ եթե Սուրբ Գիրքը հիշատակում է կոնկրետ այս եղբայրներին, ուրեմն կարող ենք վստահ լինել, որ նրանք նույնպես մինչ այդ ճանաչել են Հիսուսին եւ գիտեին, որ մահացել է։ Միգուցե մահվան էին ներկա կամ տեսել էին գերեզմանում, համենայն դեպս նրանց ներկայացնում է որպես վկա։ Եվ եթե վկան կոնկրետ ես մեկին չճանաչեմ, բառից բուն իմաստով չճանաչեմ, ու ինձ ասեն այս մեկը հարություն առը, ես չեմ հավատա։ Ուրեմն սա խոսում է այն մասին, որ կոնկրետ այդ մարդիկ մինչ այդ արդեն ճանաչում են Հիսուս Քրիստոսին։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Պողոսը գրեց այս նամակը, իրադարձությունից ավելի քան 2 տասնամյակ անց վկաների մեծ մասը դեռ կենդանի էր։ Նրանք կենդանի են մինչև հիմա, ավելացնում է Պողոսը, բայց ոմանք ննջել են, այսինքն մահացել։ Եվ այս մարդիկ ըստ այս վկայության նույնպես վկայել են Տիրոջ հարությունը, որովհետև Պողոսը այստեղ այդ մասին շատ վստահ է խոսում։
Հիսուսի հայտնվելը Հակոբոսին։ Տեքստում չի նշվում, թե Քրիստոսը որ Հակոբոսին է հայտնվել։ Այս անունը կրում էին երկու առաքյալները, հիշում եք, մեկը Զեբեդեոսի որդին էր, մյուսը Ալփեոսի։ Մարկոս ավետարանում, երբ որ Տերը հենց կանչում է, հենց նշում է երկու Հակոբոսների մասին, 3-րդ գլուխ 17-18 համարը։ Բայց Հիսուսի եղբոր անունն էլ էր Հակոբոս, որը հենց Հակոբոս նամակի հեղինակն է եւ Երուսաղեմի եկեղեցու առաջատար հենց քարոզիչներից հովներից մեկն էր։ Գործք առաքելոց հենց 15-րդ գլխում մենք տեսնում ենք Հակոբոսին։ Եվ հավանաբար սա հենց Հիսուսի եղբայր Հակոբոսն է, ինչու, որովհետև Հակոբոսը կասկածում էր, որ Հիսուսը Մեսիան է։ Հովհաննես 7-րդ գլուխ 5 համարում ասում է Հիսուսի եղբայրները նույնպես չէին հավատում նրան։ Պատկերացնում եք, Տիրոջ եղբայրները նրան չէին հավատում, որ նա Մեսիան է։ Դե հիմա պատկերացրեք Հակոբոսի ապրումները։ Չնայած որ Տիրոջ բոլոր հետևորդներն էին գտնվում վատ վիճակում, անհուսալի, հիասթափված, վախեցած, բայց ի վերջո պետք է հասկանանք, որ նա եղբայրն էր, անմիջապես եղբայրն էր։ Եվ հավանաբար բոլորից ավելի շատ կսիրեր, չէ, Հիսուսին, որովհետև եղբայրն էր։ Եվ սա իմ պատկերացումն է, որ Հակոբոսը մտածել է. եղբայր ջան, ինչու էր այս ամենը։ Ինչու համար դուրս եկար դպիների եւ փարիսեցիների դեմ։ Չգիտեր, որ այսպես պետք է ավարտվեր։ Եթե Մեսիան չէիր, ինչու էր քեզ այդպես ներկայացնում։ Եվ այսպես տանջվում էր նա իր հոգով։ Բայց պատկերացրեք այս մտորումների մեջ Տերը հայտնվում է նրան։ Եվ գիտեք, հավանաբար հենց այդ ժամանակ է Հակոբոսը վերստին ծնվել եւ փրկություն ստացել, որովհետեւ դրանից առաջ նա անհավատ էր Տիրոջ հանդեպ։ Գործք առաքելոց առաջի գլուխ, ուրեմն առաջի գլուխ 3-րդ համարը, տեսեք ինչ է ասում։ Որոնց նույնպես շատ անարգելի ապացույցներով ինքն իրեն կենդանի ցույց տվեց իր չարչարանքներից հետո 40 օր նրանց երևալով եւ Աստծո թագավորության մասին խոսելով։ 40 օրվա ընթացքում իր հարության եւ համբարձման միջև ընկած ժամանակահատվածում Հիսուսը հայտնվեց բոլոր առաքյալներին, նաև այլ տարբեր առիթներով։ Հովհաննես 21-րդ գլուխ 1-ից 14 համարներում տեսնում ենք։ Պարզապես երկարը չենք կարդա։ Հետո Հիսուսը հայտնվում է Պողոսին, 8-ից 10 համարներում ենք տեսնում։ Քրիստոսի հարության մասին հիմնական վկայություններից հենց 4-րդը Պողոս առաքյալի վկայությունն էր, մի մարդու եզակի վկայությունը, որը տեսավ հարություն առած Տիրոջը։ Հարցն այն է, որ Պողոսը ոչ առաքյալ էր, ոչ էլ անգամ հավատացյալ։ Պողոսը չէր այն 500 հավատացյալների թվում, ովքեր տեսան հարություն առած Քրիստոսին։ Երկար տարիներ Պողոսը ոչ միայն անհավատ էր, այլև եկեղեցու ամենադաժան հալածողներից էր։ Սակայն նրան նույնպես հնարավորություն տրվեց տեսնելու հարություն առած Քրիստոսին։ Տերը Պողոսին հայտնվելուց ոչ միայն իր հարությունից, այլև իր համբարձումից հետո երևաց, ինչը Պողոսի վկայությունը ավելի յուրահատուկ է դարձնում։ Քրիստոսը Պողոսի հայտնվելուց ոչ թե 40 օրվա ընթացքում, այլ մի քանի տարի անցնելուց հետո հայտնվեց։ Բոլորը, ում Քրիստոսը հայտնվեց, հավատացյալներ էին։ Հնարավոր է բացառությամբ հենց Հակոբոսը, որը արդեն շեշտեցի։ Սողոսը, որը այժմ հայտնի է որպես Պողոս, հավատացյալների հանդեպ լցված էր ատելությամբ։ Այնքան ժամանակ, մինչև նրան Տերը դարձի բերեց Դամասկոսի ճանապարհին։ Պողոսը նաև այլ տեսիլքներ ունեցավ։ Գործք առաքելոց, երբ որ մենք կարդում ենք 23-րդ գլուխը, Գործք առաքելոց 23-ի 11-ում այսպես է ասում, տեսեք. Եվ հետևյալ գիշերը Տերը նրա մոտ կանգնեց ու ասաց. «Քաջ եղիր, Պողոս, որովհետև ինչպես որ Երուսաղեմում իմ մասին վկայեցիր, այդպես էլ Հռոմում պետք է վկայես»։
Անգամ երկինք հափշտակվեց Պողոսի, հիշում եք 2 Կորինթացիների 12-րդ գլխում։ Սա Պողոսի, դրա համար իր Պողոսի կոնկրետ վկայությունը տարբերվում է հենց առաքյալների վկայությունից, թեպետ նա առաքյալ է, բայց նորից եմ ասում, սա արդեն համբարձումից հետո էր, տարիներ անց էր արդեն այս ամենը։ 8 համարում ասում է. նա ինձ էլ երևաց որպես մեկի, որ ժամանակից հետո է ծնվել։ Այս տերմինը օգտագործում է ծննդաբերության արդյունքը նկարագրելու համար և վերաբերվում էր այն դեպքերին, երբ երեխան չուներ ինքնուրույն գոյատևելու ուժ և պահանջում էր աստվածային միջամտությունը, նրան կենդանի պահելու համար։ Այս բառը ընդգծում է Պողոսի թուլությունը և նրա կախվածությունը Աստծո շնորհից։ Կարող է նաև վերաբերվել Պողոսի հանկարծակի և գերբնական դարձին դեպի քրիստոնեություն և նրա առաքելական ծառայության սկզբունքին։ Նա շատ ուշ դարձի եկավ, շատ էր լսում ավետարանի քարոզչությունը, բայց դարձի եկավ շատ ուշ։ Լինում է, չէ, երբ դժվար, բարդ ծննդաբերություն է լինում, այդպես էլ Պողոսը դժվար ծնվեց, վերստին։ Բայց Քրիստոսն արդեն համբարձվել էր։ Ինչպես կարող էր Պողոսը դառնալ առաքյալ։ Եվ այնուամենայնիվ աստվածային հատուկ նախախնամությամբ նա հայտնվեց ինձ, վկայում է Պողոսը։ Չնայած Պողոսը երբեք կասկածի տակ չդրեց իր առաքելությանը և առանց վարանելու օգտագործեց այս պաշտոնի միջոցով ձեռք բերված իշխանությունը, նա միևնույն է, երբեք չդադարեց զարմանալ, որ Քրիստոսը բոլոր մարդկանցից առավել իրեն էր կանչել այս բարձր պաշտոնին։ Նա իրեն համարում էր ոչ միայն առաքյալների մեջ ամենափոքրը, այլև իրեն համարում էր ամենաանարժան մեկը, ով հալածում էր Աստծո եկեղեցին։ Պողոսը գիտեր, որ իր բոլոր մեղքերը ներված են, և նրան չէր տանջում Աստծո ժողովրդի հետ մի անցած ժամանակ արածի համար այս զղջումը, սակայն նա չէր կարող պարզապես մոռանալ այն ամենը, ինչ իրեն ներվել էր և դա անընդհատ հիշեցնում էր նրան, որ միայն Աստծո շնորհով էր նա դարձել այն, ինչ կար, ասում է, սակայն ինչ որ եմ, Աստծո շնորհով եմ։ Այն, որ Պողոսը այդքան քիչ էր արժանի Աստծո ներմանը, անընդհատ հիշեցնում էր, թե որքան առատաձեռնորեն էր Աստծո շնորհը տրվել նրան։ Հնարավոր է Պողոսի Աստծո եկեղեցին հալածելու հիշողությունը հզոր խթան էր, ամեն ինչ անելու, որպեսզի նրա շնորհը ապարդյուն չլինի։ Տիմոթեոսին այսպես է գրում առաջի Տիմոթեոս 12-րդ գլխից 12 համարից մինչև 17-ը պետք է կարդամ։ Ես շնորհակալ եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ ինձ զորացրեց դրանով, որ ինձ հավատարիմ համարելով ծառայության մեջ դրեց, որ նախկինում հայհոյի չէի, հալածող և անարգող, բայց ողորմություն գտա, որովհետև անհավատության մեջ չիմանալով էի անում, բայց մեր Տիրոջ շնորհը չափազանց առատ էր հավատով և սիրով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է։ Ճշմարիտ և ամենայն ընդունելության է արժանի այս խոսքը, թե Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ մեղավորներին փրկելու, որոնց գլխավորը ես եմ։ Եվ ողորմություն գտնելուս պատճառն այն է, որ Հիսուս Քրիստոսը նախ իմ մեջ ցույց տվեց իր ամբողջ համբերատարությունը, որպես օրինակ նրանց, ովքեր պիտի հավատան իրեն հավիտենական կյանքի համար, արդ հավիտենական Թագավորին, անմահ աներևույթ և միակ իմաստուն Աստծուն լինի փառք հավիտյանս հավիտենից, ամեն։ Այո, ամեն։ Նոր Կտակարանը պարունակում է բազմաթիվ ապացույցներ, թե ինչու Պողոս առաքյալը կարող էր իրավացիորեն ասել. ես ավելի շատ աշխատեցի, քան նրանք բոլորը։ 2 Կորինթացիներում ենք շատ տեսնում։ Եվ այնուամենայնիվ նա պարծենում էր ոչ թե իր սեփական հոգևորությամբ կամ ուժով, այլ Աստծո, քանի որ շտապեց ավելացնել, բայց ոչ թե ես, այլ Աստծո շնորհը, որ ինձ հետ է։ Դրա համար հաճախ ենք լսում, չէ, օրինակի համար մարդկանց, ովքեր որ կարծես իրանց են գովաբանում, թե ինչ մեծ ծառայություններ են անում, բայց իրականում
մեր ծառայությունը ամբողջովին կախված է Աստծուց, թե ում մեջ ինչքանով է գործում Աստված։ Այո, կա մեր պատասխանատվությունը, կա մեր հնազանդությունը, բայց այստեղ հենց տեսնում ենք Պողոսի հնազանդությունը Աստծո շնորհին ենք տեսնում, թե ոնց էր Աստծո շնորհը գործում նրա մեջ։ Այն շնորհը, որով նա կոչվել էր, նույնպես պատասխանատու էր նրա նվիրվածության համար։ Աստված իր գերիշխան կամքով Պողոսին ձեռնադրեց որպես առաքյալ և օրհնեց նրան իր առաքելական ծառայության համար։ Պողոսը հավատում էր, արձագանքում և հնազանդվում էր։ Նա միշտ զգայնությամբ էր արձագանքում Աստծո պատվիրաններին։ Սակայն առաքյալը գիտեր, որ առանց Աստծո շնորհի իր արած ամեն ինչ ապարդյուն է և անարժեք կլիներ։ Հարություն առած Քրիստոսի ճշմարտություն ու զորությունը Պողոսի մեջ առաջացրեցին 3 մեծ փոփոխություն։ Նախ նա խորապես հասկացավ, թե ինչ է մեղքը։ Առաջին անգամ Պողոսը հասկացավ, թե որքան հեռու էր իր արտաքին կրոնական կյանքը իր ներքին բարեպաշտությունից։ Նա բացահայտեց, որ ինքը կեղծավոր է նույնպես, ինչպես բոլորը։ Նա իրեն տեսնում էր այնպիսին, ինչպիսին իրականում կար, Աստծո թշնամի և նրա եկեղեցու հալածող։ Երկրորդ, Պողոսը բնավորության մեջ արմատական փոփոխություն ապրեց։ Եկեղեցու հալածողից նա դարձավ նրա ամենամեծ պաշտպանը։ Նրա կյանքը փոխակերպվեց։ Ինքնագոհ ատելությունը փոխարինվեց անձնուրաց սիրով։ Հալածողից նա դարձավ ծառա, բանտարկյալից ազատարար, դատավորից ընկեր, կյանք խլողից կյանք տվող։ Այսպիսին էր մեր սիրելի Պողոսը։ Եվ երրորդ, Պողոսն իր էներգիան ուղղեց հակառակ ուղղությամբ, ինչպես մի ժամանակ թշնամանքի մեջ էր Աստծո փրկագրվածների հետ, իսկ հիմա ծառայում էր ուղղակի նրանց։ Տարբեր վկաների նույն քարոզն ենք տեսնում։ Այս համարը եկեք մի հատ էլ կարդանք, 11 համարը։ Արդ թե ես, թե նրանք այսպես ենք քարոզում, և դուք այսպես հավատացիք։ Քրիստոսի հարության վերջին վկայությունը յուրաքանչյուր ճշմարիտ առաքյալի, մարգարեի և հովվի քարոզած միասնությունն էր։ Ապա թե ես, թե նրանք, Պետրոսը, 12-ը, 500-ը, Հակոբոսը, թե որևէ մեկը, մենք այնպես ենք քարոզում, և դուք այսպես էլ հավատացիք։ Վաղ եկեղեցում քարոզներն ու ուսմունքները կենտրոնացած էին Քրիստոսի մահվան, թաղման և հարության վրա։ Անկախ նրանից, թե ով էր քարոզում Քրիստոսին կամ որտեղ, քարոզի կենտրոնական ուղերձը նրա հարությունն էր։ Այս ուսմունքի ճշմարտության և կարևորության վերաբերյալ որևէ անհամաձայնություն չկար։ Նման համաձայնությունը դժվար թե կարողանար պահպանվել, եթե հարության լուրը հորինված լիներ։ Մինչև մեր դարի հումանիզմի հայտնվելը Քրիստոսի հարության մասին ուսմունքը եկեղեցում կասկածի տակ երբեք չէր դրվել, եթե չհաշվենք մի քանի հերետիկոսությունների։ Նոր կտակարանի քրիստոնեությունը, լինի դա 2000 տարի առաջ, և թե հիմա, քարոզչության կենտրոն է մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի հարությունը, որին փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Եկեք մեկ-երկու գործնական քայլերի մասին էլ խոսանք և ավարտենք։ Ես կուզեմ, որ իրապես իմ քույրեր, եղբայրներ, որ իրապես հավատաք Քրիստոսի հարությանը, հավատաք նրա հարության վկաներին։ Ես չեմ խոսում այն մարդուն, ով հավատացյալ է, ես նրան համոզելու բան չունեմ, Տերը արդեն իրեն հայտնել է, բայց եթե կան մեր մեջ կամ հետագայում մեզ լսողները, ովքեր դեռ իր մեջ կասկած ունեն, մենք տեսնում ենք տարբեր փաստեր, մենք տեսնում ենք Սուրբ Գիրքը, Աստված անձամբ ինքն է փաստում Հիսուս Քրիստոսի հարությանը, և մենք տեսնում ենք, թե հին կտակարանում Աստծո հաստատումը և այս մեջբերումները, որ կար, սա նույնպես Աստված է հայտնում իր Սուրբ Հոգով, վկայելով և մեզ առաջնորդելով, որպեսզի մենք հավատանք իրոք Քրիստոսի հարությանը։
Եվ գիտեք, ինչ կուզեմ, թեկուզ մենք բոլորս, ովքեր որ հավատում ենք, թող մեր գործնական քայլերի մեջ լինի Քրիստոսին այս նույն հավատով քարոզելը։ Եթե մենք իրապես մտահոգված ենք մեր հարազատներով, մենք պետք է իրապես քարոզենք Քրիստոսին։ Եթե դուք նկատեցիք, Պողոսն ինչ է ասում, տեսեք, արթե ես, թե նրանք այսպես են քարոզում։ Ինչպես։ Քարոզում ենք, որ Քրիստոսը հարություն է առել։ Այո, այս Քրիստոսի հարության, վարդապետության ուսմունքի մեջ կան սկզբունքներ, այո, որ մարդու մեղքը, Քրիստոսի գալը, խաչվելը, հարությունը, եթե նկատում եք, Սուրբ Գիրքը մեզ միշտ առաջնորդում է այսպիսի քարոզությանը, այսինքն քարոզել հարուցյալ Քրիստոսին։ Ինչու համար, որովհետև սա է հենց ճշմարիտ ավետարանը, երբ որ քարոզվում է խաչյալ եւ հարուցյալ Քրիստոսը, այլ ոչ թե քարոզում է կներեք, եկեք կփրկվեք, եկեք կառողջանաք, այս քարոզները մարդուն չեն թույլ տալիս, որ ինքը ճանաչի Տիրոջը։ Եվ առանց Տիրոջ ճանաչողության մենք գիտենք, որ կեղծ ուսմունքի հիման վրա Աստված մարդուն դարձի չի բերում։ Դուք էլ, մենք էլ, ես էլ պետք է բոլորս սովորենք քարոզենք այնպես, ինչպես առաքյալներն էին քարոզում, որովհետև հենց այս քարոզչության միջոցով է, որ Տերը մարդկանց դարձի է բերում։ Եկեք բոլորս միասին սովորենք, ուսումնասիրենք ճիշտ այնպես, ինչպես էին առաքյալները առաջնորդվում, ինչպես էին մարդիկ հնազանդվում Աստծո խոսքին եւ խոսքից դուրս ուսմունքներով չեն լցվում։ Եթե իրապես մենք ուզում ենք մարդիկ, որ ճանաչեն իրական Քրիստոսին հարություն առած, այլ ոչ թե այն Հիսուսներին տարատեսակ, որոնց կարելի է ներկայացնել տարբեր կերպերով, ուրեմն եկեք մենք նույնպես այս վստահությունն ունենալով, այս ուրախությունը մեր մեջ կրելով քարոզենք մեր հարուցյալ Քրիստոսին։ Եկեք աղոթք անենք եւ ավարտենք։